Բարև ձեզ ժողովուրդ ջան, հա գիտեմ կամերան վատնա, լույսը վատնա, այս այնա, բայց ոչինչ, այդ չեմ եկել ձեզ ասեմ, ուրեմն, ինչպես միշտ, հաց ենք սարքում, գնում ենք Վրաստան, դիվանագիտական հարաբերություններ պարզելու, ինչ ենք սարքում, օջախուրի, վերցնում ենք խոզի միսը, բայց միջև այդ խոզի մսին հարց ունենք տալու, կներեք, դուք Վահագն Ալեքսանյանի հետ արունակցական կապ ունեք, չունենք, հաստատ չունեք, հա, չունենք, անպայման ճշտում ենք Վահագն Ալեքսանյանի հետ արունակցական կապ բան ունեն, թե չունի այս միսը և նոր նրան կտրատում ենք, նոր փորձում ենք պատրաստել, օպա, այս դանակը լավ չի, կտրում, բայց դե ոչինչ, հա, իդեպ լայվ հղակ, եթե դանակը չի կտրում դուք է սրիչ չունեք, վերցնում եք կոֆե իտալիեկան ու սենց եք անում, խրթզմա չի կտրում, և այս ես, ու սենց մանրանում ենք, այսպես, մանրանում ենք, գնամ կտրտեմ գամ, դե ինչ եկանք, կտրտեցինք եկանք երեխեք ջան, ես քանի որ մոնտաժ, մոնտուժ, բաներ չեմ անում, այտենց մեծ հաշվով զահլա էլ չունեմ, դրա համար անջատում եմ, հետո միացնում եմ, Զարյատկանա նստում տալիս ենք պանյատնա ու վառում ենք գազօջախը, այս չէր, այսը չէր, այս էր, ու միսը առանձին ուղարկում ենք տապակվելու, տապակվելուց բերանը մի քիչ փակում ենք, չենք թողում դա կանցա կարմրի, վերցնում ենք այս մի թավայի մեջ, մյուս տեղը արդեն մնացած ինգրեդիենտներն ենք անելու կարտոֆիլ, առանձին լցնելու ենք կարտոֆիլ, քանի որ ես սիրում եմ ամեն ինչ արագ, ու իրանք առանձին ամեն ինչ տապակում են, հետո խառնում են իրար, բայց ես միջև նախնի ես երկրում, կարտոշկաները մեծ ոչ բան, երկար, մետկար, ոչ ստանդարդ կարտոշկա ժարիտի կտրտվածքով կտրտում ենք, որ խառը խշտիկ կտորներ լինի, բայց մի հատ այս կարտոֆիլին հարց ունենք տալու, կներեք, դուք Հովիկ Աղազարյանի կողմից բռնության ենթարկվել եք, ձեզ տշել են, համե, հա, չէ, անպայման հարցնենք էլի, հիմա դե մարդ ենք, հարցնենք, չենք ենթարկվել, ասում ենք նոր ենք այս ասպարեզում, կարտոֆիլի ասպարեզում, իրավի մաքրելուց հասկացել էի, որ նոր են, բայց ամեն դեպքում, հիմա Հովիկին այդքան չկա, եկեք ձեզ ուղարկենք վրացական խոհանոց, թե չէ այստեղ Հայաստանում անվտանգ չի, ինչ կենթանի ասես կարող ագա փողոցում տշի, կարտոֆիլների հետ էլ շփվելով ուղարկենք իրանք դարդով տապակվելու, բայց դեռ ունենք, հա իդեպ այս դանակս էին, այս դանակից էին զարմացել, սա իմ միակ սիրած դանակն է և սրանով էլ խոհանոցում մենակ գործանում, ճաշ եք պատրաստում հանով, իդեպ քանի կարտոֆիլ կտրտում ես հայկական բորշից օջախուրի ախառը խոսենք, չնայած արդեն բազմաթիվ անգամներ խոսացել են, բայց մի Նիկոլ Փաշինյանի են
չգիտեմ ինչ գրառման տակ, մի հայտնի մարդու մեկնաբանություն տեսա, Վահագ Ռուշը, գրել էր սրբազանը աչքիս լույսը չի, բայց պարոն վարչապետ, այսինչ խոսելա ոչ է, ասենք, իրականում նայք, եթե եսի մի հատ, չգիտեմ ով գրածլներ, ես չէի լերվի, այդ տղայի երգերը լսվում են, այդ տղան լավ երգեր ունի, օրինակ մի հատը կա, ես լսում եմ են, ինչ որ մեկը, բայց, Թեժպիտը ինչ-որ մեկը գողամայում գուտոքես, այդ երգը ես լսում էի, սիրում էի, ասենք, ու այդ մեկնաբանությունից հետո չեմ իմանում, նա քրիստոնյա է, հայ առաքելական եկեղեցու հետևող, թե ինչ չգիտեմ, բայց նման մի վարքագիծ է դրսևորել։ Մեկնաբանությունները արդեն դուք հասկացեք։ Այսքանի օրա ուզում եմ դրանից խոսել, առիթ չէի ուզում, գրառում չէի ուզում անեմ, պատված քանի կամերայի առաջն եմ խոսել։ Չի կարելի, ժողովուրդ ջան, նախ առաջինը, երբ որ ասում եք, եթե քրիստոնյա եք, գնում եք հայ առաքելական եկեղեցի, Զատիկին սուրճ ծնունդին, լույսի ճրաքի կռիվ եք անում, օրհնած ջրի կռիվ եք անում, այդ մեռոնը, այդ լույսը, այդ քահանան է օրհնում, այդ քահանաներն են օրհնում, այդ բոլորը նույն սուրբ օծությունն են ստացել, օծյալներ են, նրանց հանդեպ ոտնձգություն անելը եկեղեցու հանդեպ է, դեր Աստծուն ուրանալ է։ Եվ նորից Հայաստանից տեղափոխվենք Վրաստանի Օջախուրստան, մեր կարտոֆիլը տապակվում է, թողում ենք կարտոֆիլը միջև տապակվի, այնտեղ ավելացնելու բաներ ունենք, հետո ավելացնում ենք սոխ, սրտոտ, բիբար, կանաչ և կարմիր, մենք կարմիր չունենք, բիբար, թարմ բիբար, հետո հեսա քիչ կտամ, լավ, քանի որ ժամանակը շատ այդքին քիչ կտամ, մենք հետ եկանք, ես անջատում եմ էլի գալիս եմ, հա, բացի խոսիքը, որ մոնտաժ չեմ անում, հետո երեխեք ավելացնում ենք, սոխը, կարտոֆիլը երբ արդեն կիսա կարմրել է, կիսա եփա, միսներ կիսա կարմրել է, ավելացնում ենք մնացած բաները, սոխն ենք կտրտում, կիսալուսնաձև ենք սոխը կտրտում ու ավելացնում ենք կարտոֆիլի վրա։ Շատ արագ, ավելի ինչ է տեղում գինում է։ Հեսա գիշերը կգցեմ, այդ ցերեկն եմ սարքում, բայց գիշերը կգցեմ, որ սաղը հերմետ ու խալավելիքի սարնարանի դուրը կտրեք։ Ոյ, ունեք չեք պատկերացնի, արդեն իր ձևի է, հոտը գալիս, չեք պատկերացնի դուք։ Սոխը լցնում ենք, բանից ենք, հասնում ենք սխտորին, վերջնում ենք մի քանի ատամ սխտորն է եկել իսկ ճաշակի։ Ոյ, կներեք սխտորին, որ ձեզ սենց ջարդեցի մի հատ հարց տամ, ձեզ Աննան կպել է, հարկը չի, չէ Աննան կողմից կպված չի, մանրացնում ենք սխտորը, մենք ենք կպում լավ, անխնաց ենք մանր, կպում ենք սխտորի, սխտորների, լավը եկել է, հապաղակ ունենք, ավելացնում են կարտոֆիլի վրա, քիչ է էլ է,
Այսքան կհասկանաք, ես մեր չի, որ շեֆ խոհար արել կամ բլոգեր են։ Պրոստը ճաշեքելուց ասնեմ ձեր հետ խոսամ, իսկ որ մամա ջան 10 րոպե դառնալ տելևիզիոն, բայց դե ոչինչ։ Խառնում ենք այդ ստով զանգվածը։ Ստեղ մենիս արդեն զարի պլանի շալնում։ Սուշ բիբար ավելացնենք, անհատը միս ավելացնենք։ Սենց կլոր, ցանկացած ձևով ուզում եք։ Ոյ մամա ջան ինձ շոկո։ Ավելացնում ենք բիբարը։ Շո հետո միսն ենք ավելացնելու մի հատեսի խառնում ենք։ Երեխեք ջան։ Հիմա ավելացնում ենք միսը, արդեն երկու կողմերից կարմրած է միսը։ Դերս եկա անջատեցում միսին։ Մեր ովինը սերը լցնում ենք, ավելացնում ենք գնացած մանջարեղեններին, այդ կարտոֆիլին։ Շատ լավ է, ունենց հավես հոտադալի, հիմա համեմունքները պատկերացվեք չեմ լսել, բավոն պատկերացվեք համեմունքները լցնեմ։ Որ արդեն 12 րոպե դառնա, բայց դե ինչ անենք, հիմա օջախորի դե տենց բան է։ Պատեք շփթփ ուզում եք Վրաստանի հետ հարաբերություններ պատմեք։ Так, հիմա ասում ենք համեմունքներին, ավելացնում ենք խմելի սումելի։ Ավելացնում ենք աղ։ Երեխեք ջան։ Եվ ավելացնում ենք սև բիբար։ Ես հələ չեմ հասրել։ Լցնում տարայի մեջ։ Այսրանք անում եք ըստ ճաշակի, մարդկա շատ ասիրում, մարդկա շատ ասիրում։ Խառնում ենք լապ-լապ։ Ու կարմիր բիբար էլ կարողա սիրում են, կարողա չէ, ես չեմ գցում։ Աղացած կարմիր պղտեղ։ Եվ հետո ավելացնում ենք կանաչի, կանը մոսալի։ Այսինքն համատորեն կտրտում ենք կանաչի։ Всё, երեխեք ջան, 5 րոպե միսն ու կարտոֆիլը իրար հետ բզում են իրար, չգիտեմ ինչ ուզում անում են, այս վարդակին նայեք, սենց անեն, ես չեմ կոնտեքսը գնացի, ես էլ եկամ ուտեմ։